Դուք առաջին անգամ է, որ նախագահում եք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, այս դեպքում թիվ 30-ը։ Որպես տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ շուրջ 15 տարի ավել ես նման գործընթացներում աշխատել եմ։ Կանխարգելիչ ինչ միջոցներ եք այսպես ձեր առաջ դրել։ 300-ից ավելի ընտրող ունեցող բոլոր տեղամասերում հանձնաժողովների աշխատանքը ուղիղ հեռարձակմամբ է իրականացվում։ Տվյալ ընտրատարածքում ընտրատեղամասերը մատչելի են եւ ցանկացած անհատ ընտրող, ընտրության իրավունք ունեցող անհատ կարող է հանգիստ գալ մասնակցել ընտրությունների։ Միանշանակ ոչ բոլոր տեղամասերն են համարվում մատչելի, հատկապես ինքներդ գիտեք Աշոց կամ Ասիա համայնքների հեռավոր գյուղերում։ Դիտորդ մարմինների հետ համագործակցության մասին ինչ կասեք։ Բազմաթիվ դիտորդական կազմակերպություններ արդեն հավատարմագրվել են։ Հանձնաժողովի կազմում գտնվող անձանց պատրաստվածության մասին ինչ կասեք։ Սկսելու ենք բուն հանձնաժողովի անդամների վերապատրաստման գործընթացը։ Հանրապետությունում մեկնարկել է համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի փուլը եւ քաղաքական լարվածությանը զուգահեռ հանրությանը հետաքրքիր է արդյոք այս ընտրությունները կանցնեն ազատ եւ թափանցիկ պայմաններում։ Թեմայի վերաբերյալ զրուցելու ենք հնարավորությունների սահմանում։ Բարև ձեզ։ Տաղավարում իմ հյուրը թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արաքսիա Կիրակոսյանն է։ Բարև ձեզ, Տիկին Կիրակոսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Կիրակոսյան, տեսեք, նախ սկսենք նրանից, թե որ համայնքներն են ընդգրկում ձեր ընտրատարածքում եւ ինչ աշխատանքներ են տարվել նախքան բուն քարոզարշավի մեկնարկը եւ առաջիկայում ինչ անելիքներ ունենք։ Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընդգրկում է Աշոց եւ Ամասիա համայնքներն ամբողջությամբ եւ Ախուրյան համապետական ընտրություններին համամասնականով անցկացվող ազգային ժողովի ընտրությունների ժամանակ համակարգում է նաեւ Ախուրյան համայնքի 18 տեղամասերը։ Աշխատանքների մասով ասեմ, որ ընդհանուր ամբողջ հանրապետությունում ոչ թե քարոզչության մասով, այլ ընտրությունների համակարգման, ընտրությունների կազմակերպման, ընտրական աշխատանքների կազմակերպման առումով աշխատանքները մեկնարկել են շատ ավելի վաղ, մի քանի ամիս առաջ, եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգրքով սահմանված հերթական քայլերով եթե խոսենք, ապա մինչ այժմ մենք արդեն սահմանել ենք ընտրական տեղամասերի համարները։ Լիազոր մարմին, այսինքն անձնագրային վարչությունը տրամադրել է ընտրական ցուցակների նախնական տարբերակները, որոնք փակցվել են ընտրական տեղամասերում, իսկ մինչ այդ դրանից շատ ավելի վաղ, մի քանի ամիս ընթանում էին բոլոր տեղամասերի մատչելիության ստուգման, այսինքն բոլոր տեղամասերի կահավորման մինչ ընտրական գործընթացների մեկնարկը ողջ աշխատանքներն են կատարվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի ջանքերով եւ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ ու աջակցությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արել է հնարավորը, որպեսզի մեր տեղամասերը լինեն հնարավորինս մատչելի, հնարավորինս բարեկարգ ու աշխատել ենք ընտրել այնպիսի տեղամասային կենտրոններ, որոնք ունեն հնարավորությունները ընտրողների կողմից քվեարկությանը մասնակցելու ընթացքում իրենց հնարավորինս ընտրական գործընթացին մասնակցելը թեթևացնելու առումով։ Այսինքն գնահատականը վերոնշյալ կազմակերպությունների կողմից եղել է այն, որ տվյալ ընտրատարածքում ընտրատեղամասերը մատչելի են եւ ցանկացած անհատ ընտրող, ընտրության իրավունք ունեցող անհատ կարող է հանգիստ գալ մասնակցել ընտրությունների։ Բնականաբար մատչելիության առումով գնահատականը տրվում է հատուկ կոնկրետ աղյուսակ կա, որով յուրաքանչյուր քայլ հաշվի առնվում մատչելիության առումով կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվում են մատչելի տեղամասերը։ Միանշանակ ոչ բոլոր տեղամասերն են համարվում մատչելի, հատկապես ինքներդ գիտեք Աշոց կամ Ասիա համայնքների հեռավոր գյուղերում երբեմն մեկ վարչական շենք կա կամ ընդհանրապես վարչական որևէ պետական հաստատություն չկա, որպեսզի կարողանանք մենք ընտրել որպես տեղամաս եւ համայնքները ստիպված են լինում վարձակալել որևէ սեփական բնակելի տուն, ինչը հնարավորություն չի տալիս ապահովելու մեր ցանկալի մատչելի ընտրական տեղամասի են բոլոր պայմանները, սակայն արվում է հնարավորը առավել
հարմարավետ տեղամասեր ընտրելու առումով, քանի որ վերջին տարիներին պետությունը ինչպես գիտեք բազմաթիվ դպրոցների վերանորոգման, հիմնանորոգման, նոր կառուցման աշխատանքներ իրականացրել, մենք աշխատել ենք տեղամասային կենտրոններ նախատեսել հենց նոր վերանորոգված դպրոցները, նախակրթարանները, մանկապարտեզները, որպեսզի տվյալ հաստատությունները լինեն հնարավորինս մատչելի սահմանափակ կարողություններով ընտրողների համար, որովհետև բարեկարգված բոլոր դպրոցներն ունեն թեքահարտակներ, ավելի լայն դռներ, որոնք հնարավորություն են տալիս նման ընտրողների համար առավել հեշտացնել քվեարկության գործընթացը։ Տիկին Կիրակոսյան, դուք առաջին անգամ է, որ նախագահում եք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, այս դեպքում թիվ 30-ը, ինչ ռիսկեր եք տեսնում ձեր առաջ եւ կանխարգելիչ ինչ միջոցներ եք այսպես ձեր առաջ դրել, որպեսզի հնարավորինս ընտրությունները կարողանանք անցկացնել թափանցիկ եւ ազատ պատշաճ պայմաններում։ Որպես ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, ճիշտ եք, առաջին ընտրական փուլն եմ անցնելու, բայց որպես տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ շուրջ 15 տարի ավել ես նման գործընթացներում աշխատել եմ, ինչը հնարավորություն է տալիս ավելի պատկերացում ունենալ տեղամասային կենտրոններում իրականացվող աշխատանքների մասին։ Իսկ կանխատեսելիության, ինչ որ խախտումների մասով ոչ թե ես եմ որևէ աշխատանք իրականացնելու, այլ համապետական մոտեցմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավական լուրջ նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել վերջին մի քանի տարիներին, ոչ հենց կոնկրետ 2026-ի ընտրություններին, տվյալ կոնկրետ փոփոխությունները բազմաթիվ են ընտրական օրենսգրքում, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում, ինչը հնարավորություն է տալիս գործընթացն առավել թափանցիկ, առավել վերահսկելի դարձնելու, ինքներդ գիտեք, 300-ից ավելի ընտրող ունեցող բոլոր տեղամասերում հանձնաժողովների աշխատանքը ուղիղ հեռարձակմամբ է իրականացվում, տեսախցիկների առկայություն կա, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք հսկելու, վերահսկելու աշխատանքները, անգամ ամենափոքր բացթողումները, անգամ ամենափոքր շեղումները հնարավոր է տեսնել, դիտարկել եւ անմիջապես կանխարգելել։ Այստեղ վերահսկելու առումով ընտրական բուն գործընթացը լիարժեք եւ վերահսկվում է եւ ընտրական օրենսգրքով եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքներով պայմանավորված շատ կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել, ինչը հնարավորություն է տալիս բոլորիս կողմից ասելու, որ ընտրությունների բուն գործընթացը ընտրական տեղամասերում իրականացվելու է լիարժեք վերահսկողությամբ, ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։ Այո, օրինակ հանրության մեջ շատ տարածված ընտրախախտումներից ասում են, որ գրիչի վրա է տեսախցիկ լինում, ասում են, որ գուցե ընտրողը ակնոցով է մտնում ընտրատեղամաս ընտրություն կատարելու, որ այդ ակնոցի վրա հենց օրինակ տեսախցիկի առկայության մասին են խոսում, սրանք այս ամենը որքանով է ակտուալ այսօր։ Խոսելը շատ բաների մասին են խոսում, շատ մեծ երևակայությամբ մարդիկ կան, ինչպես գիտեք, համամասնական ընտրությունների ժամանակ գրիչով ընտրություն չի կատարվում, յուրաքանչյուր կուսակցության համար նախատեսվում է մեկ հավասար չափի քվեաթերթիկ, այսինքն գրիչը բացառվում է, բնականաբար բացառվում է ընտրատեղամասում դնելու եւ կոնկրետ քվեարկության խցիկում դնելու գրիչն է բացառվում, արդյոք մարդն իր հետ քվեախցիկ կտեղափոխի գրիչ, դա լիարժեք վերահսկել կամ դա լիարժեք բացառել հնարավոր չէ, որովհետեւ ամեն դեպքում ինչքան որ ընտրական գործընթացներն հրապարակային ու թափանցիկ են մեր երկրում, նույնքան պարտադիր է, որ յուրաքանչյուր ընտրող իր քվեարկությունն իրականացնի գաղտնի քվեարկություն ընտրողի համար եւ իրավունք է եւ պարտականություն, այնպես որ ընտրողի կամ արտահայտությունը պետք է լինի գաղտնի եւ իր ցանկությամբ, բայց նման բաները, որոնք խոսում են, հատկապես ինչ ասացիք, ակնոցների միջոցով, այո, ակնոցների միջոցով, դա կարծում եմ ամենակիչ հավանական խախտումներից մեկն է, որովհետև եթե անգամ պետք է ձայնագրի, մարդը կարող է դա ձայնագրել, որ ինչ որ քվեաթերթիկ է տեղադրում ծրարի մեջ եւ ձայնագրության անմիջապես ավարտից հետո տվյալ քվեաթերթիկը դուրս հանի ծրար մեկ այլ քվեաթերթիկ տեղադրի, այսինքն դա չաշխատող խախտումներից մեկի մասին եք խոսում, որը կարծում եմ շատ քիչ հավանական քննարկվող տարբերակներից է։
Շատ լավ, դիտորդ մարմինների հետ համագործակցության մասին ինչ կասեք, շատ բուռն է լինում ընտրության օրը բուն եւ նաեւ որոշակի առումով այդ շարժը վերահսկելիությունը ինչպես է ապահովելու։ Ինչպես գիտեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը շատ ավելի վաղ հայտարարել էր դիտորդական կազմակերպությունների կողմից հավատարմագրվելու գործընթացը եւ բազմաթիվ դիտորդական կազմակերպություններ արդեն հավատարմագրվել են եւ համամասնական ընտրություններում ազգային ժողովի ընտրություններին միջազգային յուրաքանչյուր կազմակերպություն կարող է տեղամասային ընտրական հանձնաժողով ուղարկել աշխատանքի 2 դիտորդ թարգմանչի ուղեկցությամբ, տեղական դիտորդական կազմակերպությունները եւս 2 դիտորդ, եւս 2 դիտորդ համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները։ Ոչ միայն լավ է, որ դիտորդների ներկայությունն ու ակտիվությունը կա, այլև շատ գովելի է իմ կարծիքով, որովհետև դիտորդների ներկայությունը եւ բերում է զգոնության, եւ բերում է առավել տեղեկացվածության բարձրացման, որովհետև յուրաքանչյուր տեղամասային կենտրոնում աշխատող հանձնաժողովի անդամ առավել պետք է պարտավորված լինի, որ դիտորդները արձանագրում են յուրաքանչյուր փոքրիկ ամենափոքրիկ բաց թողում, այնպես որ թափանցիկության, վերահսկելիության առումով ընտրական օրենսգիրքը ոչ միայն սահմանել է այս ամբողջ կարգը, նաև կիրառվում է եւ դիտորդների արդեն ներկայությունը Շիրակի մարզում թերևս դուք ինքներդ գիտեք, ես բոլորովին վերջերս 1-2 օր առաջ հյուրընկալել եմ Ժմիկ դիտորդներին երկարաժամկետ, քննարկել ենք իրենց աշխատանքների մասով, մեր աշխատանքների, մեր նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին ենք խոսել եւ շատ ուրախ եմ, որ իրենք կոնկրետ Շիրակի մարզում են լինելու են բոլոր տեղամասերում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում, ինչպես ասում են, որևէ թաքցնելու բան չկա աշխատանքներում, այնպես որ նրանց ներկայությունը նաև մեզ համար լիարժեք հնարավորություն է ցույց տալու մեր աշխատանքների օբյեկտիվությունը, թափանցիկությունը, օպերատիվությունը, կոլեգիալությունը, այնպես որ կարծում եմ շատ լավ է այս առումով աշխատանքներն ընթացքի մեջ են։ Տիկին Կիրակոսյան, այն որ տեսաձայնագրվում է ընտրատեղամասերում այդ օրը ընտրության բուն օրը աշխատանքները, դա այլ հարց է, բայց օրինակ լրագրողը կամ անհատը ինչ որ ընտրախախտում է ֆիքսել, այս պարագայում նա ինչ պետք է անի, իր գործողությունները, որոնք պետք է լինեն։ Լրագրողը ազատ է կամ արտահայտման, հրապարակելու, լուսանկարելու ողջ գործընթացը, բնականաբար ոչ քվեարկության բուն process-ը եւ բնականաբար դուք իրավունք չունեք տեսանկարանելու, լուսանկարանելու ընտրական ցուցակների ստորագրություններն ու քվեարկության կտրոնները, մնացած ողջ գործընթացի նկարահանման, լուսանկարահանման իրավունքն ունեք, ինչ հնարավորություն է տալիս ձեզ կարծիք արտահայտելու եւ ինքներդ գիտեք, որ բազմաթիվ անգամներ հենց ՍԼՄ հրապարակումների հետքերով են գնացել իրավապահ այնպես որ այստեղ ԶԼՄ-ների աշխատանքը շատ ընդգրկուն է, բնականաբար միջնորդելու, ցուցումներ տալու իրավունք չունեք տեղամասային կենտրոններում, բայց ձեր կարծիքն արտահայտելու, հրապարակելու իրավունք ունեք, ինչը ձեզ շատ ընդգրկուն հնարավորություններ է տալիս խոսելու, արտահայտելու ամենափոքր բաց թողումն անգամ։ Շատ դեպքերում տվյալ ընտրատեղամասում, օրինակ, երբ ուզում ենք նկարահանել արձանագրված խախտումները, երբեմն դա լրագրողներին թույլ չեն տալիս։ Այս առումով լրագրողը կարծում եմ եւս ազատ է եւ հանգիստ կարող է տեսանկարահանել եւ լուսանկարել նաեւ մատյանները, այսպես ասած։ Միանշանակ դուք այդտեղ ազատ եք, այդ ամբողջ տեղեկատվությունը հրապարակային է եւ դուք իրավունք ունեք հրապարակելու ցանկացած գործընթաց, բացի նշածս ընտրական ցուցակների ստորագրություններն ու կոնկրետ կտրոնները, մնացած առումով դուք որևէ խնդիր չունեք հրապարակայնության առումով, եթե որևէ մեկը ձեզ կխոչընդոտի, հատկապես կոնկրետ թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համակարգած 63 ընտրական տեղամասերում, կարող եք զանգել, խոսել, հրապարակել, ինքներս կփորձենք միանշանակ միջամտել ցանկացած խոչընդոտում ազատ խոսքի, հրապարակայնությանն ու օպերատիվությանը։ Բավականին մեծ թվով ընտրատեղամասեր են ձեր ընտրատարածքում, առաջիկա ակտիվությունը ինչպես եք կանխատեսում, ինչպես եք գնահատում ընտրողների մոտ, արդյոք այդ ակտիվությունը այսպես մեծ է, օրինակ, որ ընտրատեղամասում են քվեարկելու, արդյոք տեսնում եք այսպես մեծ պատրաստակամություն մարդկանց ընտրության գալու։ Ճիշտ ասած, նման պատրաստակամության մասին հստակ տեղեկատվություն ինքս չեմ կարող ունենալ եւ չեմ էլ ցկտելու ունենալ,
այդ շատ ավելի շատ կոնկրետ թերևս կարծում եմ դա կուսակցությունների խնդիրն է, իհարկե կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն բազմաթիվ հոլովակներ է պատրաստել, որտեղ յուրաքանչյուր ընտրողի կոչ է անում օգտագործել իր քվեարկելու իրավունքը, իր կամ արտահայտության իրավունքը, խոսքը ընտրությանը, քվեարկությանը մասնակցելու մասին է։ Ինչ վերաբերում է 63 տեղամասային կենտրոններին, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորումն ընդամենը 2 օր հետո ավարտվելու է, 13-ին մինչև օրվա ավարտ արդեն մենք կունենանք տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորումը, որովհետև տեղամասային ընտրական հանձնաժողովները մայիսի 16-ին գումարելու են իրենց առաջին նիստերը, այնպես որ առաջիկայում հայտնի կլինի, թե ովքեր են տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված, իսկ հանձնաժողովների կազմերը, ինչպես գիտեք, ձևավորվում են կուսակցությունների կողմից նշանակված անդամների թվով եւ բնականաբար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների։ Շատ լավ, Տիկին Կիրակոսյան, իսկ այ հանձնաժողովների անդամների, հանձնաժողովի կազմում գտնվող անձանց պատրաստվածության մասին ինչ կասեք, այս առումով ինչ քայլեր են արվում։ Շատ ճիշտ հարց եք տալիս եւ վերջին մի քանի տարիների ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը հստակ քայլեր է ձեռնարկում, որ բացի վկայական կոնկրետ որակավորման վկայական ստանալու քննությունները տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներն անցնեն վերապատրաստման դասընթացներ, որովհետև երբեմն մենք ունենում ենք հանձնաժողովի անդամներ, ովքեր քննությունը տվել են 1-2 մինչև 2.5 տարի առաջ, իրենք 3 տարի ժամկետով է ստանում որակավորման վկայական եւ որևէ տեղեկատվություն չունեն, ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին պատկերացում չունեն եւ այդ նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացի նրանից, որ վերապատրաստման դասընթացներ անցկացնում բուն մեզ համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների, նաեւ նույն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների այն անդամների համար, ովքեր ուզում են դառնալ դասընթացավարներ, քննություններ եւ դասընթացներ էր նախատեսել, ինչին մենք եւս մեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները մասնակցեցին եւ առաջիկայում մեկնարկելու է հանձնաժողովների տեղամասային կենտրոնների հանձնաժողովների ձևավորումից հետո մենք նաեւ սկսելու ենք բուն հանձնաժողովի անդամների վերապատրաստման գործընթացը մեկ փուլով իրականացվելու է հանձնաժողովի բոլոր անդամների վերապատրաստումն, ինչը իրենց համար խիստ պարտադիր է, ոչ թե ուղղակի իրենց կամավորության սկզբունքով է, այլև իրենք պարտավոր են տվյալ վերապատրաստումները մասնակցելու, որպեսզի առավել տեղեկացված լինեն վերջին փոփոխություններին, այն բոլոր աշխատանքների ընթացքին ու հերթականությանը, որոնք նախատեսվում են քվեարկության նախորդ օրը կահավորման առումով տեղամասային կենտրոնի, քվեարկության օրը քվեարկության բուն գործընթացի, քվեարկության արդյունքների ամփոփմանը, արդյունքների կազմման առումով քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքների պարտականությունների առումով մենք այդ ողջ վերապատրաստումն իրականացնելու ենք բոլոր անդամների համար, առանձին նաև վերապատրաստման դասընթացներ նախատեսում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների համար, որովհետև փորձը ցույց է տալիս, որ եթե տեղամասային կենտրոնում հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը հատկապես վերջին փոփոխություններին տեղեկացված չեն, իրենք կարող են բազմաթիվ բացթողումներ ունենալ, գուցե եւ այդ բացթողումները չեն կարող ազդել քվեարկության արդյունքների վրա, բայց կոնկրետ նախապատրաստության, ընթացքի արդյունքների ամփոփման վրա կարող են մասնակի հետք թողնել, ինչը շատ ոչ ցանկալի է։ Կոնկրետ վերջին ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում ընդունեց, որ այսուհետ անվավեր են ճանաչվելու բոլոր այն ծրարները, որոնց վրա եթե անգամ կա ինքնասոսնձվող դրոշմանիշ, սակայն ծրարի մեջ առկա է 2 քվեաթերթիկ, արդեն ինքնանվավեր է համարվում, ինչպես գիտեք, նախկինում եթե 2 քվեաթերթիկ առկա էր, բայց որի վրա առկա էր ինքնասոսնձվող դրոշմանիշը, տվյալ քվեաթերթիկն համարվում էր վավեր։ Եվ ձայնը գնում էր երկուսին հավասար։ Ոչ, ձայնը գնում էր այն քվեաթերթիկի օգտին, որի վրա առկա էր ինքնասոսնձվող դրոշմանիշը։ Հիմա բացառելու համար որևէ խախտում, որևէ ուղղորդում կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է, եթե ծրարում առկա է որևէ այլ իր անգամ, որևէ այլ քվեաթերթիկ, առկա է որևէ գրառում, որևէ փոքրիկ անգամ քիչ,
տվյալ քվեաթերթիկը համարվում է անվավեր։ Բնականաբար գիտեք, եթե տվյալ ծրարի վրա առկա չէ ու ցանկալի չէ բնականաբար ինքնասոսնձվող դրոշմանիշ, ծրարն համարվում է չսահմանված նմուշի։ Առկա է ինքնասոսնձվող դրոշմանիշ, սակայն կոնկրետ ծրարի մեջ որևէ այլ առարկա իր կամ թուղթ է դրված կամ քվեաթերթիկ ավել, ինքն արդեն համարվում է անվավեր։ Այսինքն ամեն ինչ արվում է որպեսզի տեղամասային ընտրական հանձնաժողովները հնարավորինս պատրաստված լինեն, այն տարածված տեսակետը, որ նրանք աշխատանքի են անցնում, մեկօրյա աշխատանք է, դա վարձատրվում է, ամենևին այդպես չի եւ հորդորելու են բոլոր կուսակցություններին, որպեսզի իրենց տեղամասային ընտրական հանձնաժողովներ ընդգրկեն բանիմաց մարդկանց, որովհետեւ նրանք պարտավոր են իմանալ ընտրական օրենսգրքի այն պահանջված բոլոր օրենքով նախատեսված դրույթները, որոնք կոնկրետ օգտագործվելու են, որոնք կիրառվելու են աշխատանքի ընթացքում, որովհետև յուրաքանչյուր ոք իր աշխատանքով տանելու է ընտրական գործընթացի թափանցիկությանը, լիարժեքությանը, այնպես որ ինքնանպատակ են մեր գիտացած խնամի ծանոթ բարեկամով տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկելը ամենավոճ ցանկալի սցենարը կարող է լինել մեզ համար, իսկ մենք վերապատրաստում իրականացնելու ենք, վստահեցնում եմ, եթե լինեն նախագահներ ու քարտուղարներ հատկապես հանձնաժողովներում ընդգրկված, ովքեր պատկերացում չունեն իրենց աշխատանքի պատասխանատվության մասին, իրենց աշխատանքի շատ կարևորության մասին, հաստատ մենք կնպաստենք, որպեսզի իրենք կոնկրետ որակավորման վկայականից զրկվեն, որովհետև մեզ համար ամենակարևորը ընտրական գործընթացներում թերացումների բացառումն է։ Շնորհակալություն Տիկին Կիրակոսյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես մեր հեռուստադիտողներին եւ հետևորդներին հիշեցնեմ, որ Ցայք հեռուստաընկերության տաղավարում եւ հնարավորությունների սահմանում մենք զրուցում էինք TV 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արաքսիա Կիրակոսյանի հետ։ Կհանդիպենք։